լեհերի հետ մտերմանալու համար ժամանակ է պետք։ Իրենք միանգամից չեն վստահում, այստեղ շատ է գնահատվում մարդու ժամանակը, որ մենք ասում ենք civil են, այդ իսկապես դա կա, ինձ համար դա շատ բարդ է, որ այստեղ լրիվ ուրիշ մտածելակերպ է։ Տղամարդկանց եւ կանանց դերերը խախտված են։ Մենք մի տեսակ հասուն ենք։ Ողջույն, այսօրվա իմ հյուրը Արուսիա Բաղինյանն է, ով ապրում է Լեհաստանում։ Նա Լեհաստան է տեղափոխվել 5 տարեկանից եւ այնտեղ ապրել մինչեւ 16 տարեկանը։ Հետագայում հայրենադարձվել է Երևան եւ որոշ ժամանակ ապրելուց հետո իր նորաստեղծ ընտանիքով նորից վերադարձել է Լեհաստան եւ այսօր մեզ կպատմի իր պատմությունը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց թողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Արուսիա ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի մասնակցեք մեր նախագծին։ Ես եմ շնորհակալ, որ նման նախագիծ ունեք, որը շատ օգտակար է, կարծում եմ փորձով փոխանակվելը այսօր ամենամեծ հարստությունն է։ Եվ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Սիրով։ Եկեք պատմեք մեզ, ինչպես եղավ, որ տեղափոխվեցիք Լեհաստան եւ ինչու հատկապես հենց Լեհաստան։ Չգիտեմ ինչից սկսեմ, որովհետև իմ պատմությունը մի քիչ խառն է։ Սա երրորդ տեղափոխությունն է էլի Լեհաստան, ամեն անգամ Լեհաստան։ Առաջին տեղափոխությունը երբ տեղի ունեցավ, ես 5 տարեկան էի եւ դա ծնողներիս որոշումն էր։ Ինչու ընտրեցին Լեհաստանը, որովհետև միշտ հայրս պատմում է, որ իրեն ասում էին, որ սա այն երկիրն է, որտեղ կան ընտանեկան դեռ այդ պրիորիտետները, առաջնահերթությունը ընտանիքն է եւ դու կարող ես այնտեղ քո դասերին ավելի ապահով, հարմար եւ լավ ոնց որ հայեցի դաստիարակել, այլ երկրները եվրոպական արդեն շատ ավելի ազատ, բաց եւ այդ ընտանեկան պահը արդեն այդպես չէր։ Թույլատված էր։ Այո։ Հա։ Հետաքրքիր է։ Բավարար պատճառը դա էր։ Հա։ Բայց ամեն դեպքում Հայաստանում այդ ընտանիք պահելու սկզբունքը ավելի հեշտ չէր, ինչի՞ց է իրենց մեջ այդ միտքը ծագել, որ պետքա տեղափոխվել այլ երկիր ու փորձել այնտեղ ընտանիքը պահել։ Չէ, ես երևի սխալ ասեցի, ոչ թե դրա համար տեղափոխվեցին, որ ընտանիքը պահեին, պատճառը դա չէր, Լեհաստանն ընտրելու պատճառը դա էր, երբ ուղղություններն էին քննարկվում, ոնց որ հատկապես ընտրություն էր գնում Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ, ընտրությունը ոնց որ կանգ առավ Լեհաստանի վրա այդ պատճառով, բայց ինչու են արտագաղթել, դա 92 թե 93 թվականներ, դժվար տարիներն էին Հայաստանում եւ հայրս աշխատանքային առաջարկ ստացավ Լեհաստանից եւ Գերմանիայից եւ այդպիսով ընտրեց Լեհաստանը։ Դա ես գիտեմ պատմություններից, իհարկե որպես երեխա այդ ժամանակ դե երեխան բան չեք հիշում անկալում, այո, բայց երկրորդ արդեն տեղափոխությունս ավելի գիտակցված իհարկե ընտրեցի Լեհաստանը նախ որովհետեւ ավելի հեշտ էր արդեն փաստաթղթերի առումով, լեզուն գիտեի, թեև ամուսինս չգիտեր։ Սովոր էիք։ Այո, եւ երրորդն էլ արդեն որովհետեւ Լեհաստանը իմ երկրորդ տունն է եւ չեմ էլ պատկերացնում որևէ այլ երկիր բացի Հայաստանից, Լեհաստանից էլ բացի այլ երրորդ երկիր չեմ պատկերացնում տեղափոխվելու իմաստը։ Հա։ Այդ բայց ինչպես հաստատվել, որ Լեհաստանում ապրել եք 5 տարեկանից, հետո ինչ-որ պահ վերադարձել եք Հայաստան, այսինքն որոշել եք, որ չէ, ես մամային, պապային թողեմ ու հետ գնամ հայրենիք։ Չէ, մենք միասին ենք հայրենադարձվել ընտանիքով 2000, չգիտեմ, 2000 թե 2001 թվականին հայկական հեռուստաընկերությունը մտավ լեհական, չգիտեմ ոնց ասեմ, այսինքն հնարավոր էր արդեն դիտել հայկական հեռուստատեսություն, որտեղ մինչ այդ չկար այդ հնարավորությունը եւ երբ ծնողներս, հատկապես մայրս, սկսեց արդեն դիտել, տեսնել, որ իր գոլեգաները, քանի որ ծնողներս դերասաններ են, եւ շատ բարդ ուղի են անցել, իրենց արտագաղթի եւ հայրենադարձության պատմությունը շատ հետաքրքիր է եւ ցույց է տալիս մարդու ուժի եւ, չգիտեմ, նպատակասլացության մասին, բայց
տեսնելով, որ արդեն չէր դիմանում, այսինքն չէր համբերում կարոտին, հատկապես թատրոնի հետ կապված, որտեղ իրենք արդեն այստեղ խաղում էին լեհական թատրոնում, բայց ակցենտի եւ լեզվի խոչընդոտների պատճառով փոքրիկ դերեր էին ստանում եւ ոնց որ դերասանի այդ էգոն չէր բավարարվում։ Եվ բացի այդ, կարծում եմ դերասանի համար շատ կարևոր է, չէ, որ իր հոգու լեզվով խաղա։ Եվ այդ պատճառով որոշեցին վերադառնալ Երևան, եւ ինձ ընտրություն տրվեց, քանի որ ես արդեն ընդունելության տարիքում էի, որ պետք է արդեն ընդունվեի համալսարան։ Ինձ ընտրություն տրվեց կամ մնալու Լեհաստանում քույրիկիս մոտ եւ շարունակելու այստեղ ուսումս, կամ վերադառնալու Հայաստան, եւ ես ընտրեցի Հայաստան վերադառնալու բարեբախտաբար այդ ընտրությունը որոշեցի կատարել։ Հա։ Բայց փոշմանեցիք, թե ընդհանուր գոհ եք, որ հետ եկաք Հայաստան, այստեղ այսինքն ուսանողական տարիների արդեն ժամանակաշրջան էր, թե դպրոցական։ Ուսանողական, չէ, մեկ րոպե անգամ չեմ փոշմանել, ասեմ ինչու, որովհետև նախ ես առաջին անգամ Հայաստան, որ ասում եմ 5 տարեկան էի, որ տեղափոխվեցինք Լեհաստան, եւ առաջին անգամ Հայաստան գնացել եմ 14 տարեկանում, եւ ինձ համար շատ շոկային էր մշակույթների տարբերությունը, ու ես հասկացա, որ ես փազլի մի մասնիկ եմ, որը իմ տեղում չէի ու հանկարծ հոպ ընկա իմ տեղը, շատ առումներով, կարող ենք դրա մասին էլ խոսել, ես ինձ իսկապես զգացի ինչպես իմ տանը ու զգացի, որ այդ ամբողջ մանկությունը, որ ես ապրել եմ ու ինձ թվացել է, թե դա իմնային տեղն է, որտեղ ես շատ լավ եմ այստեղ զգացել, երբևէ խորթություն չի եղել, դե փոքր երեխաների համար շատ ավելի հեշտ է, չէ, հարմարվել։ Բայց Հայաստան գնալով, չգիտեմ, դա արյան կանչ էր, չգիտեմ, մի հրաշալի զգացում էր, եւ երբ հետագայում 16-17 տարեկանում այդ որոշումը կայացրեցի, շատ բարդ ճանապարհ էր ինձ սպասվում, քանի որ ես ճանաչ չէի, ես չէի կարդում եւ չէի գրում հայերեն, քանի որ ծնողներս շատ էլի եմ ասում, բարդ ուղի են անցել տեղափոխության հետ կապված եւ առավոտից երեկո աշխատում էին, եւ հայկական դպրոց չկար մեր քաղաքում։ Ու հիմա ազատվել այդ ակցենտից, ինչպես լսում եք, ինձ մոտ շատ լավ դա հաջողվել է։ Եվ մեր նամակագրությունը հայատառ է գրում, դուք որ այդ ասեցիք, որ հայ գրել չեք իմացել, զարմանալի, գեցեք։ Ու այսօր նաև թարգմանիչ եմ հայերենի, լեհերենի, այնպես որ ամեն ինչ հնարավոր է, եթե մարդու մտքին տեղ լինի եւ կամքի ուժ լինի։ Այո, չեմ փոշմանել երբեք, որ վերադարձել ենք այդ հատկապես այդ տարիքում Հայաստան։ Նույնն էլ կուզեի, որ իմ տղաները այդ հնարավորությունը ունենան։ Հա, Աստված տա։ Բայց գալիս են ընթացքում իրենք հաճախակի եք գալիս Հայաստան, որ իրենք էլ մոտ լինեն հայկական։ Տարին մեկ անգամ առայժմ, հուսամ հետագայում ավելի հաճախ հնարավորություն կլինի, առայժմ տարին մեկ անգամ, կարծում եմ էլի վատ չի։ Հա, իհարկե։ Այո, ասեք 16-17 տարեկանում եկաք ու տարբերությունները շատ էր մշակութային առումով, կներկայացնեք որոշները։ Այո, գիտեք, այստեղ դպրոցում, եթե խոսում ենք դպրոցական տարիքի երեխաների մասին, շատ նորմալ է հայհոյանքներով խոսելը, թեև ինքը շատ կուլտուրական հասարակություն է եւ շատ գրագետ ամեն դեպքում։ Չեմ կարող բացատրել ինչ նկատի ունեմ, որ մենք ասում ենք ցիվիլ են, այդ իսկապես դա կա եւ փոխհարաբերությունների մեջ հարգանքը եւ այդ ամեն ինչը շատ բարձր մակարդակի վրա է, բայց չգիտես ինչու դա գալիս է ինչ որ տարիքի հետ, որովհետեւ դպրոցական տարիքի երեխաները համատարած, կարծում եմ, այստեղ բնակվողները կարող են փաստել, որ տարբերություն չկա տղա աղջիկ հայհոյանքներով խոսելը, չգիտեմ, կարող ես տեսնել դպրոցից ոչ շատ հեռու, օրինակ աղջիկների, ովքեր 12-13 տարեկանում ծխում են կամ ինչ որ նման բաներ, հա, որը որ Հայաստանում բնականաբար այդպես չի։ Եվ ես ինձ միշտ զգացել եմ այդ առումով օտար, որովհետև շատ բաների չեմ մասնակցել, շատ բաների մոտ այլ կերպ էր եւ շատ խորհուրդ էին այդ առումով հայրս շատ հայրենասեր անձնավորություն է, շատ չափից դուրս եւ ամեն օր մենք դասեր ենք ստանում տանը, թե ինչպեսին պիտի լինի հայ աղջիկը, բայց դե ես դուրս էի գալիս դպրոց, տեսնում էի որևէ հայեր չկային, այսինքն իմ տարիքի դպրոցում եւ հայկական դպրոցել ինչպես ասեցի չկար, այդ քաղաքում ովքեր որ ապրում էին հայերից, մեր բարեկամներն էին, մեր ընտանիքներ ու ես չունենալով հասակակից ընկերուհի հայ ինձնից պահանջվում էր մի բան, որը ես չէի տեսել գործնականում, դա շատ բարդ էր, ու երբ վերադարձանք Երևան ու տեսա, որ այո, բոլորը ինձպես են, դա ինձ շատ դուր եկավ, ես ինձ զգացի ինչպես տանը։
Բայց ինչ-որ խանգարող հանգամանքներ չկար, օրինակ Լեհաստանում ինձ թվում է ավելի հեշտ կյանքով կլինի, չէ, ուսանողական կյանքը, ավելի թեթև կլինի, ու ծրագրերը թեկուզ կար ինչ-որ տենց տարբերություն արդեն որպես ուսանող, որ Հայաստանում էիք սովորում։ Եթե քույրիկն էլ Լեհաստանում էր սովորում, Երբ ես տեղափոխվեցի Հայաստան, ընդունվեցի Թատերական ինստիտուտ։ Իհարկե 1 տարի տքնաջան աշխատելուց հետո եւ հայերենը լավ սովորելուց հետո, ամեն դեպքում Թատերական ընդունվելուց հետո ինձ համար շատ մեծ շոկ չէր, որպես այդպիսին, այն առումով, որ մենք օրինակ, չգիտեմ, այնտեղ Թատերականում ուսանողները հիմա չգիտեմ ինչպես է, այդ ժամանակ 2005 թվականին այդպես էր, մենք չէինք շպարվում, մենք չէինք կրում բարձրակրունկներ դասի գնալուց, հա, որ այնտեղ չես կարող, դու այնտեղ գնում ես, որ, չգիտեմ, բեմի վրա ինչ որ գործողություններ կատարես համապատասխան աշխատանքային զգեստով, ոչ մեկ առանձնապես տենց մեծ ուշադրություն չի դարձնում իր արտաքինին։ Եվ երբ հետո ընդունվեցի մագիստրատուրա, ես հասկացա, որ ես իհարկե ամենայն հարգանքով դեպի Պետական համալսարանը Երևանի եւ այնտեղ էլ շատ լավ հետաքրքիր ուսանողական ժամանակահատված եմ ունեցել, բայց ինձ համար շոկ էր, որ մեծամասնությունը ուսանողների, աղջիկների, օրինակ, կարող էին նույնիսկ դասի ընթացքում հանել հայերին եւ շարվել, այսպիսի կրունկներով գալ դաս, ինձ համար դա շոկ էր, ու ես հասկացա, որ ինչքան լավ է, որ ես վերադառնալուց հետո Հայաստան ընդունվել եմ հենց Թատերական ինստիտուտ, թեկուզ այդ եվրոպական շունչը դեռ ինչ-որ միտեղ կա այդ ժամանակ այդ ինստիտուտում, բայց դժվարությունները նախ լեզուն էր իհարկե, շատ բարդ դրվեց ինձ հայերենը սովորել, շատ բարդ է։ Բայց ամեն դեպքում մի տարվա մեջ եք սովորել, ես զարմացա։ Իհարկե ոչ, մի տարվա մեջ սովորել եմ գրել, կարդալ, բայց հետո իհարկե նաև ինստիտուտի տարիներին ես ամբողջ 4-5 տարի մասնավոր պարապել եմ հայերենը եւ գիտեք ինչ քանակությամբ գրքեր էի կարդում, բարձրաձայն, վանկարկելով, ու ես միշտ ասում եմ, եթե մեկը ուզում է լեզու սովորել, շատ ավելի կարևոր է բարձրաձայն ընթերցանությունը։ Դա ուղղակի նստեցնում է լեզուն եւ արդեն մեխանիկորեն դու սկսում ես լավ խոսել։ Բնականաբար դա տարիների աշխատանք էր։ Պարզապես 1 տարի տևեց, մինչև ես իսկապես գրել կարդալը, հա, լավ ընկալեցի եւ կարողացա գրել կարդալ։ Ամենամեծ դժվարությունը սեռերի չբաժանվելու պահն է մեր լեզվի մեջ, որ չկա on, ana, ano, հա, բոլորը ոնց որ մի հատ է։ Բայց ավելի հեշտ չի դժվարություն։ Ավելի չի հեշտացնում։ Ինձ համար ավելի բարդ էր դա։ Երևի գիտեք նայած որ լեզվով է սկսում սովորելը։ Եթե ինձ համար այդ on, ana, ano-ն էր կարևորը, դե ես ռուսերենով եմ ասում, լերենը նման է, հա, այդ առումով, ապա հանկարծ ինձ դժվար էր հայերենով ոնց նկարագրեմ, որ ինքը անան, անա, on-նա, շատ խառն էր։ Չէի կարողանում ընկալել, ոնց օրինակ շարադրություն գրեմ, դա դժվար էր։ Ինչ հետաքրքիր է։ Միշտ ես հակառակն եմ, էլի մտածում, դե եթե ասում ենք on, ոնց որ բայնել պետք է ասենք on нашел, չէ՞, չենք ասի on нашла։ Այդ առումով ոնց որ մեր հայերենը շատ հեշտացնում է, էլի։ Ճիշտ եք ասում, այդ առումով ոնց որ թվում է լոգիկայով, որ պետք է որ ավելի հեշտ լիներ, բայց ինձ դժվար էր դա, չգիտեմ։ Եվ դժվար էր այն, որ շատ մարդիկ ծիծաղում էին, այսինքն դա հասկանում եմ, որ չարամտորեն չէր, բայց քանի որ ես սխալ էի խոսում, ակցենտով էի խոսում, սխալ տեղը այնքան զվարճալի պատմություններ կա, որ սխալ բառ սխալ տեղում եմ օգտագործել։ Բայց միտեղ դա ձևավորեց իմ մեջ սենց բան, որ ես պետք է պարտադիր հայերենին գերազանց տիրապետեմ, որ այլևս ոչ ոք իմ վրա չծիծաղի եւ ոչ ոք չհարցնի որտեղից ես եկել։ Այդ իմ չսիրած հարցն էր, դա նշանակում էր, որ ուրեմն ես դեռ լավ չգիտեմ հայերեն, որ ինձ հարցնում են որտեղից ես։ Հա։ Հետո ո՞նց եղավ, որ նորից բայց տեղափոխվեցիք Լեհաստան։ Ավարտեցիք ու որոշեցիք, որ պետք է հետ գնաք։ Երբ ավարտեցի արդեն երկու համալսարաններն էլ եւ ամուսնացա, արդեն նույնիսկ աշխատում էի, բայց մի պահ եկավ, որ 2014 թվականն էր, տղաս 7 ամսական էր, այստեղ քույրիկս է բնակվում Լեհաստանում, բայց լրիվ այլ քաղաքում մեզ բաժանում են 500 կիլոմետր մեզ բաժանում է, բայց այնտեղ իրենց քաղաքում մեզ աշխատանքի առաջարկ եկավ ամուսնուս համար եւ մենք որոշեցինք փորձել։ Մեզ նորից ինչ-որ միջավայրում ամուսինս երբևէ Հայաստանից դուրս չէր ապրել, չուներ այդ փորձը, բայց իրեն էլ էր հետաքրքիր եւ մենք որոշեցինք մարտահրավեր ընդունել, բայց դիմացանք 3 տարի այդ ժամանակ։ Նորից վերադարձանք Հայաստան։
Հետաքրքիր դիմացակ, բա ի՞նչն էր խնդիրը։ Զուտ երևի ընդհանուր մշակույթները կամ չգիտեմ ի՞նչն էր խանգարում, էլի որ դիմացակ։ Երբ մենք եկանք այդ աշխատանքային առաջարկով, պարզվեց կարճ ժամանակահատվածում, որ այդ ընկերությունը, որ ամուսնուս աշխատանքի էր հրավիրել, թարսի պես, հակառակի պես բանկրոտ էր գնացել եւ մենք կանգնեցինք այն հարցի առաջ, թե մեկնենք հետ Հայաստան գնանք, մեկնենք Մոսկվա, որտեղ այնտեղից էլ առաջարկ կար, թե Լեհաստանի լրիվ մյուս ծայրամասում, այսինքն քուրիկիցս ասում եմ այդքան հեռավորության վրա, ծովափնյա փոքրիկ այդպես, այսինքն ոնց են ասում ոնց որ մարզի պես հայերենում եթե ասեմ, կասեմ մարզ։ Մենք այստեղ ծովի մարզում ենք, բայց քաղաքը հենց ինքը ծովափնյա չի, մենք 100 կիլոմետր ենք բնակվում Բալտիկ ծովից եւ դա Լեհաստանի հյուսիսն է։ Ու այնտեղից ստացվեց առաջարկ։ Ու մենք այդ 3 ընտրություններից որոշեցինք ընտրել մեկնելու Լեհաստանի հյուսիս։ Չէ, դեռ ոչ, դեռ նոր ենք եկել ու բանկրոտ ընկավ այդ ընկերությունը, մի ամիս չկար։ Եվ այդ 3 տարիները նախ շատ դժվար տրվեցին այն առումով, որ օքեյ, ես լեհերեն գիտեի, փաստաթղթերի առումով խնդիր չունեինք, ամուսինս շատ լավ նորմալ աշխատում էր, որովհետև թեկուզ նա լեզուն չգիտեր, բայց իր մասնագիտությունը չի պահանջում լեզվի իմացություն, հնարավոր է առանց դրա։ Ու այդ պարագայում դժվարությունը մենակությունն էր։ Քուրիկս հեռու, մենք որևէ մեկին այդ քաղաքում չենք ճանաչում, երեխան 7 ամսական, 3 տարի հետո ես արդեն սպասում եի երկրորդ բալիկիս, ու այդտեղ մոտս խուճապ սկսվեց, որ ինչ ենք անելու, երբ երեխան ծնվի երկրորդ եւ այսպես լրիվ մենակ։ Հա, այդ մենակությունը, կարոտը դեպի Հայաստան եւ բոլոր իհարկե ծնողների հետ եկեք այդ պահերը, մի խոսքով մենք վերադարձանք։ Բայց Լեհաստանում կյանքը ինձ թվում է ավելի թեթև է, չէ՞, հատկապես այն ժամանակ երեխաներին մեծացնելու առումով, քան Հայաստանում։ Չգիտեմ, այդպես ենթադրում եմ։ Որ եկաք տարբերությունը շատ էր ձեր համար, թե այն որ ասեցիք, վայ ինչ լավ եղավ, որ եկաք, չէ, Հայաստանում շատ լավ է, էլի ամեն դեպքում։ Գիտեք, ես կարծում եմ, որ ես հավատքով մարդ եմ եւ ես վստահ եմ, որ ինչ որ նախախնամություն կա եւ Աստված պետք է որ ինձ շատ սիրի, որովհետեւ իմ կյանքում ամեն ինչ ճիշտ է դասավորվել։ Նկատի ունեմ այդ պահին, երբ մենք վերադարձանք, եւ ես անմիջապես վերադառնալուց 1 ամիս հետո ծնվեց երկրորդ բալիկս, շատ ճիշտ ժամանակ էր, որ մենք Հայաստանում էինք, որովհետեւ մենք շրջապատված էինք մեր ծնողներով, մեր հարազատներով, եւ դա ինձ համար շատ մեծ օգնություն էր, թեկուզ հոգեբանորեն իմանալ, որ դու մենակ չես։ Եվ այդ ժամանակում ես շատ ուրախ էի, որ մենք վերադարձանք, բայց հետո եկավ մի պահ, 3 տարի էլ ապրեցինք Երևանում։ Եվ եկավ մի պահ, որ մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն եւ ժամանակ ընտանեկան, որը շատ դժվար է տրվում Հայաստանում, չգիտեմ կհամաձայնեք ինձ հետ թե չէ։ Այդ առումով, այո, շատ հեշտ է այստեղ կազմակերպել ընտանեկան կյանքը, հաշվի առնելով, որ դու ունես ժամանակ, որտեղ այստեղ շատ է գնահատվում մարդու ժամանակը։ Եվ շատ ընտանեկան երկիր է։ Ես միշտ կարծել եմ, որ մենք հայերս ենք այսպես ընտանիք, բայց իրոք հավատացեք Լեհաստանում ընտանիքը մի այլ ձև տոնվում է, ոնց բացատրեմ, դուք կարող եք տեսնել յուրաքանչյուր weekend-ի ընտանիքներով զբոսնում են, այնպես չէ որ կանայք իրանց համար կամ տունը կամ ընկերուհիներով, տղամարդիկ իրենց համար իրենց ընկերական շրջապատում, ընտանիքներով են իրենք, չգիտեմ, տեսնես ծովափին ընտանիքով են կամ ինչ-որ մի այգում զբոսնում են կամ սրճարանում են, մեր համար, դա մեր աչքի համար իսկապես եւ անսովոր էր այդ միտքը, որ այո, այդպես է։ Բայց բարդ է այն առումով, որ մտածելակերպի, քանի որ մեծ տարբերություն կա եւ բախում կա, ես փորձում եմ հաճախ այնպես անել, դրա համար եմ ասում, տարին մեկ անգամն էլ քիչ է, որ տղա երեխաները ինձ համար շատ կարեւոր է, որ հաճախ գնան Հայաստան, ընկալելու եւ հասկանալու մեր մենթալիտետը։ Ինձ համար դա շատ բարդ է, որ այստեղ լրիվ ուրիշ մտածելակերպ է։ Հա։ Բայց այդ մտածելակերպի մեջ կան նաև դրական կողմեր ձեր համար, թե ամբողջությամբ գտնեք, որ չէ, ավելի լավ ամեն ինչը հայկականը ոնց որ վերցնեն, էլի տղաները։
Չէ, եթե այդպես մտածեի, այստեղ չէի կարող ապրել, որովհետև ես զարմանում եմ ամենայն հարգանքով դեպի բոլոր տեղափոխված մարդկանց, բայց ես զարմանում եմ, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր տեղափոխվել են այլ երկիր, միշտ բողոքում ու դժգոհում են այդ երկրից, չեն հարմարվում տեղացիներին, երկրին, բայց շարունակում են այնտեղ բնակվել։ Եթե ամեն ինչ վատ լիներ, բնականաբար այս ընտրությունը շատ կվերադառնայիք ընտրություններ եւ այո, այդպես չէինք անի, բայց ես կուզեի ունենալ ոսկե միջինը, որը ոչ Հայաստանում կա, ոչ էլ այստեղ։ Հա, հետաքրքիր է։ Այն ինչն է, որ Հայաստանից փորձում եք անպայման տղաների մեջ որ նստվածք տա, էլի։ Հարգանք աղջիկների նկատմամբ գուցե դպրոցական տարիների մասին եմ խոսում, որովհետև մեծ տարիքում արդեն այլ խնդիրներ կան եւ չեն կարող ասել, չէ, որ միշտ բոլոր տղամարդիկ հայ հարգում են կանանց։ Մեծամասամբ այդպես է ընդունված իհարկե։ Բայց օրինակ դպրոցական տարիքում ես տեսնում եմ հայկական դպրոցներում շատ եմ տեսնում, որ կամ իմանում եմ ընկերուհիներս դե երեխաներ ունեն, որ տղաները պաշտպանեցին ինչ որ մի աղջկա, ում նեղացրել էր ինչ որ մեկը։ Այստեղ նման բան չկա եւ այստեղ շատ ավելի տղայական մտածելակերպ ունեն աղջիկները, քան տղաները, դերերը խառնված են եւ առհասարակ Լեհաստանի ամենամեծ ինձ համար խնդիրն այն է, այն ինչ որ ես չեմ հավանում, որ մեծամասամբ, ոչ բոլոր դեպքերում, բայց մեծամասամբ տղամարդկանց եւ կանանց դերերը խախտված են եւ նույնն էլ երեխաների մոտ է։ Ինչ հետաքրքիր է, բայց որ դուք ասում եք, չէ, օրինակ վերջին տարիներին ես ու ամուսինս էլ երբեմն որ խոսում ենք Հայաստանի, դե մենք Հայաստանի ոնց որ մեր թեման Հայաստանն է, Հայաստանում էլ ոնց որ այդ երևույթը նկատվի, գիտեք, հա, հայհոյելը չէ, բայց ոնց որ զգաս, որ իրոք աղջիկները ավելի ոնց որ ավելի համարձակ, ավելի sense ինչ որ որոշիչ դեր փորձեն կատարեն, իսկ տղաները ոնց որ 1-2 քայլ արդեն հետ են կանգնում։ Չէ՞, դուք այս նկատի ունեք։ Հա, դուք ճիշտ եք, ես էլ եմ նկատում, որ այո, առաջ շատ ավելի ուրիշ էր, եւ կարծում եմ, որ դա եւ տենդենսն է, հասանելիությունն է համացանցի, այդ TikTok-ների եւ այլն են ինչ որ տեսնում են, հա, անպայման, եւ բացի դրանից ծնողավարությունն էլ է փոխվել, եթե նկատել եք, աղջիկներին շատ ավելի երես են տալիս, շատ ավելի այսպես մեր թագուհին առաջ հակառակն էր, չէ՞։ Ինչ որ հիմա տղաներից ավելի շատ բան պահանջվում։ Էլի եկանք այն թեմային, որ ոսկե միջին չկա, ինձ համար դա, բայց չկա։ Պետք է մենք մեր տներում երևի ստեղծենք դա։ Հա, ամեն մեկը իր բանաձևով։ Այո։ Քանի տարեկան են ձեր տղաները։ 12 եւ 8։ Այո, եւ հարմար տարիք է, որ կարելի է արդեն ինչ-որ բաներ բացատրել, զրուցել, բայց եւ վտանգավոր, պես որ միջինի մեջ եք, էլի։ Այո, այո։ Այ դպրոցական ծրագիրը, եթե համեմատենք, խոսենք, դե եթե ընկերուհիների հետ շփվում եք Հայաստանի ձեր ընկերուհիների հետ, շատ են տարբերվում մեր դպրոցական ծրագրերը Լեհաստանի դպրոցական ծրագրերից։ Այո։ Այստեղ մեկ միջև քնելը դաս եք քանում, ու դեռ չվերջացրած քնում ենք, այդտեղ ո՞նց եք դուք անում։ Ինչպես, հա, չէ, նախ տնայինները հանված են այստեղ։ Տնային աշխատանքներ չեն հանձնարարվում։ Եվ օրենքը մտել է 3 տարի առաջ։ Տնային աշխատանքները չհանձնարարվելու հետ կապված կան իհարկե դրական եւ բացասական կողմեր։ Կարող ենք դա քննարկել կամ ոչ ինչպես կուզեք, բայց ասեմ առավելությունների մասին։ Նախ այստեղ հանձնարարվում է գրականություն, չգիտեմ Հայաստանում կարծեմ այդպես չի, որ տարվա ընթացքում կա համապատասխան գրականություն սկսած երկրորդ դասարանից։ Օրինակ երկրորդ դասարանում եթե տարվա մեջ հանձնարարվում է 2 կամ 3 գիրք, այսինքն երեխան առաջին դասարանում է սովորում գրել կարդալ, հետևապես երկրորդ դասարանում իրեն հասանելի լեզվով մեծ տառաչափերով գրքեր կան, որոնք հանձնարարվում են, իրենք պետք է կարդան, օրինակ ունեն 2 ամիս ժամանակ։ Եվ դրանից հետո դասարանում դա քննարկում են, ինչ որ փոքրիկ ստուգողական են անցնում, եւ մեծ դասարաններում էլ բնականաբար արդեն այդ քանակը գրքերի շատանում է։ Ինչն է ինձ դուր գալիս, որ ոչ թե դա բարդ գրականություն է, այն որ երեխաները չեն ուզում կարդալ, ուժեղ չեն էլ ընկանում ինչա գրված այդ գրքերի մեջ, այլ շատ հասանելի, առօրյա կյանքին վերաբերող եւ ինձ դա շատ դուր է գալիս, դրա համար էլ կարծում առհասարակ հասարակությունը այստեղ շատ գիտակից է։ Իրենք գիտակցում են իրենց ոչ միայն պարտականությունները, այլ նաեւ իրավունքները։
ու կարողանում են պայքարել իրենց իրավունքների համար, կարողանում են իրենց խոսքը տեղ հասցնել, խոսքը հստակ է, միտքը հստակ է ձևավորվում։ Ես դա կապում եմ այդ կարդալու հետ։ Դուք այստեղ կտեսնեք ու դա հիմա չէ, ոչ թե հիմա որ մոդա է, տրենդ է, բայց էլի լավ է որ տրենդ է հիմա, տեսնում նկատում։ Գոնե այդպես կարդում են։ Այո, բայց այստեղ նույնիսկ երբ ես էի դպրոցական երեխա, ես հիշում եմ, էլի ամենտեղ դու կտեսնես կարդացող մարդկանց գնացքի մեջ, չգիտեմ, այգուն նստած ընթերցում են, երեխաների հետ են ընթերցում, ընթերցանությունը այստեղ որևէ կերպ չի նահանջում։ Հրաշալի է։ Մեր մոտ երևի դպրոցներում դա չեն սովորացնում, կարծում եմ, ինձ տենց է թվում, գուցե սխալվում եմ, եւ մյուս բանն էլ, գիտեք, առաջի դասարանում սովորացնում են շատ կարեւոր օրենք եւ ամբողջ տարի դրա մասին զրուցում են, ու դա մտնում է մարդկանց մեջ, կախարդական 3 բառեր. շնորհակալություն, ներողություն եւ խնդրեմ։ Ու այդ բառերը դու Լեհաստանում կարող ես լսել հազարավոր անգամ օրվա մեջ, շատ հաճախ գործածվող բառեր են ու կարող են փոխել իրավիճակ, տրամադրություն, խանութի աշխատողից սկսած մինչև անծանոթ մարդիկ, ովքեր, չգիտեմ, ավտոբուս ես նստում, շատ նորմալ է բարևելը, շատ նորմալ է փոքր բանի համար շնորհակալություն ասելը, դա հավանում եմ շատ։ Ինձ էլ դուր եկավ։ Հուսակ մեր մոտ էլ քիչ-քիչ կձևավորվի։ Այո։ Իսկ որ ասում եք տնային չեն հանձնարարում, այսինքն երեխան ենթադրեք դպրոցում ինչ սովորեց, ինչ ընկալեց, էլ կարիք չկա, որ մաման մի հատ նայի, ստուգի կամ դասապատրաստման գնա, որ ավելի լավ ֆիքսվի մոտը։ Դե ես կարծում եմ, որ հետևողական մամաները անպայման միևնույն է երեխաների հետ ժամանակ ունեցող սխալ արտահայտվեցի, որովհետև կարող է լինել շատ հետևողական ծնողը, բայց պարզապես ժամանակը թույլ չտա։ Ամեն դեպքում երեխաների հետ նստում ենք, հա, սովորում ենք ինչ-որ բաներ, որովհետև այդ պատճառով, որ տնայինները չկան, ստուգողականներն են ավելի շատ։ Բայց ես գտնում եմ, որ սա լավ սիստեմա, եթե խոսքը գնում է 4-րդ դասարանից սկսած, բայց իրենք հանել են տնայինները սկսած առաջին դասարանից։ Բայց եթե առաջինից 3-րդ դասարանի երեխան չունի այդ պարտականությունը, կարող են առաջանալ խնդիրներ, որովհետև միշտ չի, որ երեխաների ու ծնողների միջև այդ դասապատրաստման հետ կապված կապը լավ է ձևավորվում, շատ հաճախ ծնողի, օրինակ, չգիտեմ, համբերությունը կարող է, չէ, չգիտեմ, իսկ եթե գիտի երեխան, որ դա դպրոցում հանձնարարված է եւ սա պարտադիր է անել, ինչ որ ուրիշ sense պարտականություն միգուցե երեխայի մեջ մտնի, որ այո, ուսուցիչն էլ ստուգելու է դպրոցում, չէ, տնայինը արվել է թե ոչ, բայց եթե տնային չկա, բայց ծնողն է հանձնարարում, սա կարա լինի շահերի բախում, դրա համար ես կարծում եմ, որ էլի եկանք այդ թեմային միջինը կարող էին այնպես անել, որ առաջինից 3-րդ դասարան դեռ հանձնարարվում է, բայց ասենք 4-րդ դասարանից հետո չէ, որովհետև այո, եւ պարապմունքներն են արդեն շատ եւ դասեր, արդեն երեխաները պետք է սովորեն իրենք իրենց հետևել։ Շատ ինքնուրույն ժողովուրդ են իմիջայլոց, էլի մի քիչ ի տարբերություն մեզ։ Բայց այնպես չստացվի, որ ես միայն թերություններ եմ ասում, քանի որ ես իհարկե շատ բաներ էլ լեհերին եմ պատմում Հայաստանի մասին, առհասարակ նաև իմ գործունեությամբ, երբ ես Երևանում եմ բնակվում, զբաղվում եմ Լեհաստանի մշակույթը պրոպագանդելով, երբ այստեղ եմ բնակվում, պրոպագանդում եմ Հայաստանի մշակույթը ոչ միայն առօրյայում, այսինքն ընկերներիս շրջապատում եւ այլն, այլ նաեւ ինձ հատկացվում է ամսվա մեջ 2 դասաժամ տարբեր դպրոցներում, համալսարաններում ես պատմում եմ թե էմիգրացիայի մասին, բացատրում եմ տարբերությունը էմիգրանտների եւ փախստականների եւ խոսում ենք մշակույթների մասին ու անպայման ես ամենակիչը 20 րոպե դասաժամից վերցնում եմ խոսելու համար Հայաստանի մասին, որովհետեւ եւ պատմում եմ միշտ այդ բանը, որ տղաները երբեք չեն հայհոյում աղջիկների ներկայությամբ, առավել եւս զարմանում են, միշտ զարմանում են եւ զարմանում են, երբ իմանում են դե երիտասարդները, հատկապես ուսանողները, չէ, շատ հետաքրքիր են լսում պատմությունները սիրային, հայկական, որ տղաները պայքարում են, ծաղիկներ են ուղարկում, այստեղ դա էլ չկա, էլի։ Այնպես որ շատ հետաքրքիր, այո, պայքարը հետաքրքիր չի մի խոսքով։ Այդքան հետաքրքիր չի, ինչքան որ մեր մոտ, այո։ Ամեն ինչ հասանելի է, էլի այդտեղ այսինքն։ Այո։ Առհասարակ իրենք այդպիսի ազգ են, այոն այո է, ոչը ոչ, ամեն թեմայով, չկա որ
ասեմ ոչ, որովհետև անհարմար է, որ իրանք ինձ համոզեն, ինչ որ մեր մոտ տենց բաներ կա, չէ, բայց այստեղ նման բան չկա, ամեն թեմայով այոն այո է, ոչը ոչ, այսպես ուղիղ։ Հա։ Պարզ մարդիկ են էլի։ Հա։ Այ բայց նորից հետ գրամ բանին, երեխաների դաս սովորելու հետ կապված էլի։ Եթե տնային չկա, բա երեխաները գալիս են տուն, ինչ են անում, ամբողջ օրը հեռախոսով, այսինքն Ես կարող եմ իմ փոխարեն խոսել, ինձ ճանաչողները գիտեն, որ ես մեծ հիմա մարտահրավերի մեջ եմ, որովհետև մենք խնդիր ունենք եւ տղաներիցս մեկը կոնկրետ կախվածություն ուներ հեռախոսից։ Ես կարծում եմ շատերը ունեն, պարզապես ոչ ծնողներն են դա տեսնում, շատերը քնած են խորքնով եւ կամ չեն ընկալում ինչա կատարվում, կամ չեն ուզում ընկալել։ Մեզ մոտ խիստ օրենքներ կան տանը դրված, էլ չեմ ասում, որ արդեն դեկտեմբեր ամսից մենք անցել ենք, ասում են դրան կնոպիչնի հեռախոսին, եւ 12 տարեկան երեխայի պարագայում դա շատ դժվար տրվեց, իհարկե։ Իհարկե ընկերների հետ շփման առումով ունի հնարավորություն WhatsApp-ով եւ այլն արդեն համակարգչով շփվելու, բայց պարտադիր չի դա անընդհատ ունենալ ձեռքին եւ քայլել տնով մեկ այդ հեռախոսով։ Էնպես որ հեռախոսի թեման մի կողմ դրած, զբաղվածությունը շատ մեծ է, որովհետեւ բացի այն որ ունեն, ինչպես ասացի, տնային չունեն, բայց ունեն հանձնարարված գրականություն եւ գրականությունը պետք է ընթերցվի տարվա ընթացքում։ Ամեն գրքից հետո եւ ստուգական է գրվում եւ բանավոր է անհրաժեշտ պատասխանել։ Բացի դրանից կան իհարկե պարապմունքներ, սպորտ եւ այլն, եւ պետք է դեռ հասցնել ապրել, ինչը շատ երեխաների դեպքում ծնողները մոռանում են։ Անհրաժեշտ է զգալ մաքուր օդի, խաղալ, մեկ-մեկ ձանձրանալ։ Ես ասում եմ, որ ձանձրանալը շատ կառուցողական երևույթ է ու շատ նորմալ է։ Իմ երեխաները ինձ հետաքրքիր մտքեր են ծագում։ Գիտեք, ինձ երբեք չեն ասում ձանձրանում ենք, որտեղ վախենում են, որտեղ հենց գան ինձ ասեն, մամ, ձանձրանում ենք, ասում եմ, այնքան գործ տամ, շատ բան անելու։ Այնպես որ արդեն իրեն գիտեն, որ եթե ձանձրանում են ու չեն ուզում ինչ-որ պարտականությունների մեջ ընկնել, պետք է իրենց համար հորինեն ինչ-որ մի զբաղմունք։ Մենք մոռացել ենք ձանձրանալը ինչ բան է, դա նորմալ չի։ Հա, իհարկե։ Բայց փորձում եք հայկական գրերը սովորեցնել կամ ինչ-որ մեր պատմությանը մոտ բերել։ Անպայման, քանի որ ես չեմ ուզում իմ օրինքն, ես չեմ բացառում, որ իրենք էլ իրենց ուսանողական տարիները չեն որոշի անցկացնել Հայաստանում, կամ որ մենք մի օր չենք հայրենադարձվի, ես վստահ եմ, որ մի օր վերադառնալու ենք եւ չեմ ուզի, որ իմ տղաները 0-ից սկսեն կամ առավել եւս իրենց վրա ինչ-որ մեկը ծիծաղի, ասի որտեղից ես եկել։ Այնպես որ իմ տղաները գրում են եւ կարդում են հայերեն, որովհետեւ ես բարեբախտաբար ժամանակ ունեմ, իմ ծնողները չեն ունեցել այդ ժամանակը։ Եվ այո, նայում ենք հին հայկական ֆիլմեր, հաղորդումներ, այնպես որ շատ կարևորում եմ դա։ Հա։ Այ որ գալիս եք Հայաստան, ի՞նչն է որ իրենք դրանով շատ են ուրախանում, որ գիտեն դե առաջինը ենթադրում եմ տատիկ պապիկի մոտ։ Բայց ի՞նչն է որ շատ են ուրախանում, որ վայ վերջապես գնում ենք Հայաստան, այս ինչ բանը անենք, ենթադրենք, որը Լեհաստանում է դա բացակայում է։ Առաջին հերթին դա մեծ հավաքույթներն են ընտանեկան, որովհետև իրենք շատ մարդասեր են ու շատ կարիք ունեն այդ հարազատության։ Դրա համար առաջին հերթին դա է։ Բացի դրանից միայն շրջելը Երևանով արդեն մեծ ուրախություն է։ Անպայման ես իրանց տանում եմ տարատեսակ ներկայացումների։ Ես նշեցի, որ ծնողներս դերասաններ են, իրենք հպարտանում են դրանով, որ տատիկին ճանաչում են, պապիկին ճանաչում են, վայելում են, ամեն պահ աշխատում են, նույնիսկ սիրում են որևէ տեղ դուրս գալ տատիկ-պապիկի հետ, որ տեսնեն թե ինչպես են մարդիկ օրինակ մոտենում, խոսեցնում, իրենց տատիկ-պապիկին ճանաչում են, այնպես որ շատ հետաքրքիր անցնում է ժամանակը Հայաստանում։ Հա։ Իսկ այ ինչ-որ տարօրինակ բան ձեր տղաների համար, որ օրինակ իրենք գալիս են, այստեղ առաջվում են այդ երևույթի հետ ու ասում են դե լավ էլի մամ, ասենք ոնց կլինի սենց։ Այո, դա չկա Լեհաստանում։ Կա, ես կարծում եմ, որ այստեղի երեխաները շատ ավելի, չգիտեմ ինչպես ձևակերպեմ միտքս, միամիտ են, ավելի ոնց որ մանկական ասեմ, չգիտեմ ինչպես ասեմ, այ ինչպես դերերը ընդունում ամեն ինչ ինչպես որ կա, նույնպես էլ այստեղ մեծացող երեխաները դա վերցնում են այդ լեհերից։ Ու Հայաստանում հետո բախվում են մի բանի հետ, որ բաներ կա, որ դու պետք է չասես կամ ինչ որ մեկը զգույշ լինես։
Ես օրինակ բերեմ, կամ ինչ-որ մեկը մի բան է ասում, դու պետք է այդքան ուղիղ չհասկանաս, դա շատ դժվար է, դրա համար եմ ես ուզում, որ իրենք հաճախ գնան, որ հասկանան դա։ Ծանոթանան։ Քթիծակ են դրան ասում է, տենց մի հատ բան է, որ դա այստեղ չի ձևավորվում, դա միայն Հայաստանում է ձևավորվում։ Ես հիշում եմ, ես էլ այդ խնդիրը ունեցա, երբ 14 տարեկան էի Հայաստան էի գնացել, մորաքրոջս աղջկա տանն էինք եւ ինքը ինչ որ ես բաղնիքում էի եւ ինքը պետք է այնտեղ մտներ, չգիտեմ ինչ վերցներ, իսկ ես հայելու դիմաց մազերս էի հարդարում։ Ու ինքը մտավ ասեց. «Արուսիկ ջան, ուզում ես գնա այն հայելու դիմացը»։ Ու ես շուրեկա ասի, չէ, չեմ ուզում։ Ոնց որ ինձ թվաց դա ուղիղ հարց է, բայց օրինակ հայերենում դա նշանակում է, որ պետք է ասես, հա, այո, իհարկե։ Բայց ինձ թվաց ինքն իմ ցանկությունն է ընդամենը հարցնում։ Նման իրավիճակները շատ են լինում։ Ու դրան ասում են, «Բա ինչ միամիտ երեխա է, բա ինչ պարզ է», բայց դա օրինակ ինձ դուր չի գալիս, որովհետև լավ է, որ այդ ունակությունը լինի, հա, հասկանալու տեղը պահը։ Հետո մեր երեխաները այդ առումով այդպիսին են, բայց եւ մյուս կողմից շատ ավելի ազատ են օրինակ դպրոցում, ինչ վերաբերում է տղայական օրինակ զրույցներին, չէ՞։ Եվ այսպես մի կայծ է պետք որ կռիվ անեն, որտեղ ինչ հայկական, չգիտեմ, դա ինչ է, արժանապատվությունն է բարձր, դա արդեն ինչ որ գեն է, եւ այստեղ լեհերը այդպես չեն։ Իրենք շատ հանդարտ են։ Այսինքն միգուցե ինչ որ մեկը ինչ որ լեհ երեխայի հայհոյի եւ այդ լեհ երեխան առանձնապես ոչինչ չանի, բայց եթե մեր հայ երեխաների հետ նման դեպք է լինում, անպայման պատասխան է ստանում տվյալ երեխան եւ դա դպրոցում աղմուկ է բարձրացնում։ Մի մեծ պատմություն։ Եվ կանչում են ծնող իհարկե։ Եվ մենք գնում ենք դպրոց, լսում ենք, որ ինչ որ մի խնդիր ա, մենք հասկանում ենք, որ մեր երեխան է ճիշտ։ Սա շատ մեծ խնդիր է, էլի։ Ու մենք պետք է ուսուցիչների մոտ ասենք հա, բան, բայց հետո երեխային բացատրում ես լսի, ես այդ մշակույթը չի, բայց երեխան ասում է, հա, բայց որ ինձ վատ բառ ասել, պատասխան չտամ, ոչ ես ասելու չեմ իտուր։ Այս բախումներն են, որ իրենք զարմանում են եւ մի որոշ բաների վրա, որ Լեհաստանում են տեղի ունենում, եւ որոշ բաների վրա, որոնք Հայաստանում են տեղի ունենում։ Բարեբախտաբար իմ տղաները եղբայրներ ունեն Երևանում, որոնք այսպես իրենց ծանոթացնում են, ծանոթացնում են, այո։ Հետո չէ, բայց ասիկան ընդհանրապես կռիվ չի լինում տղայական դպրոցներում։ Մի տեսակ ո՞նց կլինի այդ երևույթը։ Լինում է, ես չեմ կարող ասել չի լինում, բայց ոչ այնպիսի թեմաների շուրջ, որոնք կարող են կռիվ առաջացնել Հայաստանում։ Չգիտեմ, օրինակի համար ինչ որ մի աղջիկ, ոնց որ ես քիչ առաջ այդ օրինակը ասեցի, ինչ որ մի աղջկա նեղացրել են դասարանում։ Ինչ որ մի կողքի դասարանից երեխա, որևէ մեկը չի պաշտպանում, ոնց որ չեմ կարողանում բացատրել դա ինչ է, անտարբերությունն է, թե դա վախ է։ Իսկ հայ երեխան ինքը դաստիարակված այնպես, որ ինքը գիտի, որ պետք է այդ աղջկա թասիբին կանգնի, վերջ։ Եվ դա կարող է խնդիր առաջացնել, օրինակ, հա, իսկ Հայաստանում դա խնդիր չի, բոլորը հասկանում են մեր դասարանի աղջկան նեղացրել են, մենք պետք է հոգ տանենք, հա, այս հարցերը լուծենք։ Կռիվներ առաջանում են լրիվ ուրիշ այլ թեմաներով, իհարկե այնպես չի, որ կռիվ չի լինում։ Հա, երևի գնահատականի կռիվ կամ չգիտեմ, չեմ պատկերացնում, եթե այդպես է, բայց ի՞նչ կռիվ պիտի առաջանա։ Չեմ կարող ասել, բայց մենք մի քիչ ավելի խորացող ազգ ենք եւ իրենք ավելի մակերեսորեն են։ Բարթացնող ենք, հա։ Այո, բարթացնող ենք, բայց դա ունի նաեւ իր լավ կողմերը։ Մենք մեծ ենք։ Ես կարծում եմ, որ մենք հայերով ունենք ոչ թե վատ իմաստով իհարկե, բայց ծեր հոգի։ Իմ մոտ տես տպավորությունը։ Ոնց որ մենք թե այն մշակույթը, որ օրինակ աղջիկները մամաների հետ, չէ, օրինակ ընկերուհիներ են գալիս եւ մամաների հետ կարող են շփվել։ Այստեղ նման բան չկա։ Եթե աղջկա մոտ գալիս են ընկերուհիներ, իրենք անմիջապես առանձնանում են սենյակում։ Չկա այդ մայրիկի հետ շփումը, ընկերություն անելը։ Մենք մի տեսակ հասուն ենք։ Նախ մենք ընկերություն անել գիտենք մեր ծնողների հետ, ինչը լեհերի մոտ ուշ տարիքում է ձևավորվում։ Ուսանողական տարիներից հետո նույնիսկ ամուսնանում են, նոր սկսում են գնահատել։ Այդ երևույթը համատարած նկատել եմ, թե որպես ես որպես երեխա, թե հիմա իմ մեծ տարիքում որպես ծնող։ Դա այսինքն համատարած է, որտեղ տարբեր քաղաքներում եւ տարբեր մարդկանց տեսնելով այդ փորձը ձևավորվել է, տեսել եմ։ Բացի դրանից էլ օրինակ Լեհաստանում իմ մոտ տպավորությունը այնպեսի, որ իմ երեխաները ավելի լավ են իրենց զգում իրենցից ավելի մեծ տարիքով երեխաների հետ։ Հա, ավելի լուրջ են էլի։ Եվ ես ինքս ավելի լավ եմ ինձ զգում մի քիչ ինձնից տարիքով մեծ լեհ ընկերուհիներիս հետ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինձ թվում է մենք հայերս շատ հասուն ենք։ Ինչ որ հոգու հասունություն ունենք։ Հա։
Ճիշտ եք ասում, որովհետև այդ նույն հարցը երբեմն իմ մոտ էլ է ծագվում, ես ինքս էլ ինձ այս տարիքով փոքրերի հետ, հա, ճիշտ է, շփվում ես, փորձում ես օգնես, բայց դու քեզ ավելի հանգիստ ես զգում, երբ որ մեծի հետ ես, չէ՞, ինչ որ հարց քննարկում։ Դա Մեծի հետ ավելի լավ ես քեզ զգում։ հասունության մասին, այո։ Հա, հետաքրքիր է։ Իսկ կա հայկական եկեղեցի, որ փորձում եք գնաք, որ երեխաները մտնեն, մոմ վառեն, ինչ որ տենց զգան, էլի հայկականությունը։ Լեհաստանում ունեք։ Ցավոք ոչ, ցավոք չկա, բայց մատուցվում են հայկական պատարակներ, հենց մեր քաղաքում չէ, մենք շատ փոքրիկ քաղաքում ենք բնակվում, որը պայնտերեստային շատ սիրուն, ոնց որ ես մեկ-մեկ ասում եմ, բացիկի մեջ ապրենք, բայց փոքրիկ քաղաք է եւ իր փոքրիկ հնարավորություններով հայկական եկեղեցի չկա, հայկական համայնք չկա։ Բայց մենք ունենք լավ սովորություն եւ երեխաներս իհարկե աղոթքը ասում են ամեն օր երեկոյան հայրմերը եւ կարդում ենք հայկական աստվածաշունչ։ Իրենք ունեն իրենց մանկական հայկական աստվածաշունչը։ Ինձ համար դա շատ ավելի կարեւոր է։ Ես շատ իհարկե կարիք ունեմ կուզենայի որ լիներ եկեղեցի, բայց շատ ավելի կարեւոր է ինձ համար գործուն պրակտիկ հավատքը։ Եվ ես օրինակ փոքր ժամանակ ասում եմ հայերեն կարդալ գրել չգիտեի, տերունական աղոթքը չգիտեի, ինձ համար այն ինչ որ բաց է եղել, լրացում եմ երեխաներիս միջոցով։ Ճիշտ եք անում։ Բայց որ հայկական պատարակ, այսինքն հայ ինչ որ քահանա, ինչ որ օր է նշանակում, գալիս է պատարակ կարդում, տենց։ Այո, դրանք տենց ստաբիլ օրեր չեն, բայց հայտարարվում է նախապես, որ այսինչ եկեղեցում մատուցվելու է հայկական պատարակ եւ հայերը կարող են մասնակցել։ Հա, այսինքն հայերը շատ են ամեն դեպքում այդտեղ, որ այդպիսի միտք է ծագել մեր քահանայի մոտ։ Այդպես։ Այո, հայերը բավականին շատ են Լեհաստանում, ինչպես ասացի, մեր քաղաքում քիչ են, բայց Լեհաստանում տարբեր քաղաքներում կան համայնքներ, այնպես որ կարող եմ ասել, որ հայերը շատ են։ Հա, իսկ որ գալիս եք Հայաստան, տղաներին գրավում է հայկական հինի եկեղեցիները, թե ամեն դեպքում ոնց որ կտրված են այդ նստվածք չի տալիս մոտները։ Ես կարծում եմ տալիս է եւ ես կարծում եմ որ դա հենց արյան կանչն է եւ հետո մեր հայկական եկեղեցու շունչը լրիվ այլ է։ Դե մենք այստեղ կաթոլիկ եկեղեցիներ ունենք, որտեղ էլի ես ամենայն հարգանքով խոսքը սխալ չընկալվի, բայց իրենց օրինակ եկեղեցիների այդ ոսկեղեն, այսպես հարուստ, ճոխ, ինչ որ sense վիճակները այն շունչը են հոգին չունեն, որն ունի մեր առաքելական եկեղեցին։ Թե հոտը, թե այդ մթնոլորտը եւ մենք օրինակ ժամերգությունների ենք երբեմն մասնակցում Հայաստանում, որովհետեւ դե պատարակը կարծում եմ ամեն դեպքում երեխաների համար շատ բարդ է, բայց օրինակ ժամերգությունները մի հրաշալի հոգեվոր սնունդ են տալիս, այնպես որ այո, իրենք անպայման դա զգում են։ Փորձում եք ինչ-որ հայկական կերակրատեսակներ պատրաստել, որ էդ էլ ծանոթ լինեն, դուք էլ ձեր կարոտը առնեք, թե դժվար է ամեն դեպքում։ Ջան, ստիպված եմ, որովհետև ամուսինս այդքան էլ չի հավանում լեհական խոհանոցը։ Իսկ մեր քաղաքում հայկական ռեստորան չկա։ Քուրիկս իրենց քաղաքում հայկական ռեստորան է վարում, հա, հայկական ռեստորան ունեն, շատ մեծ, շատ գեղեցիկ, շատ ընտիր ուտեստներով եւ մեր հայկական խոհանոցի այդ կարոտը առնելու միակ տեղը այդ ռեստորանն է, չնայած էլի կան լավ ռեստորաններ Լեհաստանում, բայց կարծում եմ այն ամենա խոշոր հետաքրքիր լավ մենյուով ռեստորանը քուրիկիս ռեստորանն է, իսկ տանը ես առօրյայում ստիպված պետք է պատրաստեմ հայկական ուտեստներ, թե չէ ամուսինս սոված կմնա։ Բայց հեշտ է ստացվում գտնել հայկական մթերքներ, էլի կան, չէ՞, յուրահատուկ բաներ մեր խոհանոցից, որ դրանք են համը հոտը տալիս։ Չէ, իհարկե չէ, դրան ստացվում է fake հայկական խոհանոց, որովհետև իհարկե ես ինչքան որ գալիս են ինձ մոտ, բարեբախտաբար շատ հաճախ եմ հյուրեր ունենում Երևանից, անպայման ինչ-որ բաներ ուզում եմ, չորացած ռեհան, չգիտեմ, լիքը բաներ կա, որ այո, այստեղ չկա։ Կարևորը նույնիսկ սուրճը չկա եւ սուրճը այսպես ամեն ամիս ես 2-3 կիլոգրամ Երևանից բերել եմ տալիս, որովհետև չկա։ Բայց հետագայում երբ որ արդեն ապրում ես, սկսում ես գտնել, որ վայ, այս բանը նման է մեր ինչ պրոդուկտին եւ սովորում ես, այդպես պատրաստում ես։ Ի՞նչն է բայց մեր ու լեհական խոհանոցի տարբերությունը։ Ինչ որ ուրիշ
Նախ իհարկե իրենք էլ են մսակեր, մենք էլ ենք մսակեր, սա երևի մեզ միավորող ինչ որ բանն է, տարն է, բայց ամեն դեպքում ես օրինակ շատ եմ հավանում իրենց սկսենք նրանից, որ սնվելու ձևը։ Նախ իրենք ժամով են սնվում։ Եվ սա էլ համատարած երևույթ է, մեծամասնությունը իրենք գիտեն, որ ճաշի ժամը, այս ինչ ժամն է եւ ընտանիքով հավաքվում են եւ մեր մոտ էլ բարեբախտաբար դա մենք ընդունեցինք, հիմա մենք այդպես ենք անում ու ես զգում եմ, թե ինչքան է փոխվում մեր ամեն ինչը, մեր էներգիան, մեր ընտանեկան շփման որակը, անպայման մենք միասին առավոտյան նախաճաշում ենք, ցերեկը միասին ճաշում ենք եւ երեկոյան արդեն միգուցե չի հաջողվում միշտ միասին ընտրել, որովհետեւ օրինակ ես չեմ ընտրում կամ եւ այլն, բայց ճաշի ժամը պարտադիր ամեն օր միասին է։ Եվ ինչն է տարբերությունը նաեւ, որ իրենք անպայման եւ սուպ են ուտում ամեն օր եւ ունենում են երկրորդ ոնց ասեմ ճաշատեսակը, որը բաղկացած է լինում օրինակ միս, կարտոֆիլ ու անպայման թարմ աղցան։ Հիմնականում կաղամբով պատրաստված ամեն օր պարտադիր, դա իրանց պարտադիր բաղադրիչն է, որ աղցան լինի։ Կամ օրինակ ձուկ, էլ ինչ որ գառնիր, հա, չգիտեմ, գրեչկա եւ ասենք աղցան։ Ու ես տեսնում եմ, որ իրենք շատ առողջ են սնվում, դա ինձ շատ է դուր գալիս։ Օրինակ տապակած կարտոֆիլը մեր սիրելի ժառիթը, այստեղ նման բան չկա, իրենք չեն պատրաստ, չկա, այսինքն ո՞նց են ուտում։ Դնում են ջեռոցում պատրաստված կարտոֆիլ, պյուրե են ուտում։ Այդպես հենց տիպիկ ժառիթ չեմ ընկալում, մենք շատ ունենք էլի այստեղ ընկերներ լեհ, եւ մտերիմ ընկերներ, ես շատ եմ սիրում լեհերին, բայց ես նկատում եմ ահռելի տարբերություն մեր խոհանոցների մեջ ու սնվելու ձևի մեջ։ Հա։ Ըստ էս, բայց իրենք առողջ են, եթե մտածում ենք, որ տապակած չեն ուտում կամ ինչ-որ զգում եք, որ իրենք առողջ են տեսակով։ Ասեմ ինչից եմ զգում։ Մաշկից, տղամարդկանց փորի բացակայությունից։ Մեծամասամբ տղամարդիկ չունեն փորեր, չեք տեսնի տենց տարածված դեպք։ Հետո տեսնում ես անընդհատ մարդկանց, ովքեր վազում են, սպորտով են զբաղվում, ակուրոթին, գիտեք, երբեմն մեզ թվում է, որ առողջ ապրելակերպը թանկ, ինչ որ թանկ հաճույք է, բայց այդպես չի, բավական է չուտել այն ինչը, որ կարող ես չուտել, այն ինչը, որ հա, էլի կարող է վնաս տալ, չկա տենց բան, որ իրանք ճաշեն եւ ճաշի ժամին դնեն սեղանին սոկ։ Սոկեղենը շատ սահմանափակ, այսինքն հիմնականում ամենտեղ նույնիսկ ռեստորաններում մատուցում են ջուրը կիտրոնով, հա, ամենատարածվածը, որ կտեսնես մարդիկ ինչեր են պատվիրել, արդեն դրանով էլ կարող ես դատել մարդկանց ապրելակերպը ինչպիսինն է։ Եվ մենք շատ բաներ սովորեցինք լեհերից, որովհետև գալով Լեհաստան ու տեսնելով օրինակ իրանց առիթներին մասնակցելով, հետագայում ես ամաչում էի իմ առիթի ժամանակ դնել սեղանին կոկա-կոլա, ֆանտա, չգիտեմ, կարելի է այս անունները հնչեցնել, մի խոսքով գազավորված գունավոր ըմպելիքներ ես ամաչում էի սեղանին դնել, որովհետև ես տեսնում էի, որ իրենց մոտ դա իսպառ բացակայում է։ Դու կամ կբարձրանաս նայելով ինչպես են ուրիշները ապրում, կամ կարհամարես կծիծաղես ու կփակվես քո սոցիումի մեջ, հետ գնա Հայաստան։ Եթե դու եկել ես զարգանալու, փոխելու քո ապրելակերպը, ես ինչպես նշեցի, մենք այս երրորդ տեղափոխությունը եկանք նրա համար զուտ, մենք նորմալ աշխատում էինք Երևանում, մեր առօրյան արդեն ստեղծել էինք, բայց եկանք ընտանեկան ժամանակ վայելելու եւ խաղաղ ու որակյալ կյանք ապրելու։ Ես չեմ ասում Հայաստանում դա հնարավոր չի, բայց Հայաստանում դա շատ բարդ է տրվում, որովհետև շրջապատում դու շատ դժվար է որ առանձնանաս, քեզ սխալ կընկալեն։ Ինձ օրինակ հիմա նույնիսկ կան բարեկամներ, որ սխալ են ընկալում, մտածում են ես ձևական եմ դարձել, որովհետև արգելում եմ երեխաներին գունավոր ըմպելիքներ խմել, հա, օրինակ։ Բայց գիտեք, երեխաների մեջ արդեն սովորություն է ձևավորվել եւ իրենք նույնիսկ արդեն չեն ընդունում, չեն ուզում։ Սկզբում արգելում ես, հետո դառնում է սովորություն։ Այո, եւ ես շատ բաներ իրանցից սովորել եմ ու հա նկատել եմ, որ իմ կյանքի որակը փոխվել է։ Հա։ Այո, ասում եք առիթները ուրիշ ձև են նշում, այսինքն մեր նման ճոխ բան ենթադրում եմ արդեն հասկանում եմ, որ այդպես չեն նշում, չէ՞։ Չեն նշում։ Եվ սկզբում էսպես է, դու գալիս ես Լեհաստան, ես իմ հայ ընկերուհիների հետ ովքեր էստեղ են ապրում, հաճախ ասում ենք սիրուն չի ասել է, բայց ոնց որ դատում ենք, էլի, որ վայ, բա մենք ոնց ենք մեզ կոտորում մեր սեղանները ու գնում ես այնտեղ, հերիք չի, այդ ճոխ հյուրասիրությունը չկա, մի հատ էլ երբեմն այնպես է, որ պետքա դու էլ տանես մի բան, ասենք աղցան պատրաստես տանես, իրեն կարող է ուղիղ խնդրեն,
կարող է հետդ աղցան բերես։ Օրինակ, ինձ համար դա շոկ էր սկզբում, անգամ ինձ համար, որ ես այստեղ եմ մեծացել, բայց գիտեք, շատ տարբեր է պրիզման երեխան եւ մեծահասակը։ Որպես երեխա ես տարբեր բաներ այլ կերպ եմ ընդունել։ Հիմա նորովի բացահայտում եմ որպես մեծահասակ։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ հիմա ես հիմա նաև շատ ակտիվ եմ, բլոգ եմ վարում Instagram-ում, որտեղ նաև այդ թեմաների շուրջ եմ խոսում, պարզապես ասում եմ եկեք կոֆեն դնենք, քննարկենք այսինչ հարցը։ Եվ երբ մենք հիմա ենք քննարկում այդ նույն հարցերը, ես նկատում եմ իմ մեջ ահռելի փոփոխություն։ Հիմա ինձ դուր է գալիս իրանց հյուրասիրելու ձևը, ասեմ ինչու։ Այստեղ կարևոր չի թե ինչա սեղանին դրված, եւ չեն հավաքվում բուն սնվելու համար, այլ իրար հետ ժամանակ անցկացնելու համար։ Ու սա ինձ եւ ինձ դուր է գալիս, որ տնային տնտեսուհին չի կոտորում իրան, տանջվում տառապում այդ սեղանը պատրաստելու համար, հետո էլ տանջվում տառապում մաքրելու հավաքելու եւ զարմացնի։ Հա, ինչքան տոկոս հաճույք ունի ինքը այդ ամեն ինչի մեջ։ Ամուսինն էլ օրինակ որևէ մասնակցություն բնականաբար չունի եւ այդ ամեն ինչը կնոջ ուսերի վրա է։ Այստեղ այդպես չի։ Կինը վայելում է իր հյուրասիրություն, այսինքն ինքը իր հյուրերին վայելում է։ Այնպես չի որ դատարկ սեղան է, հա, եկեք պայմանավորվենք, նենց չի որ։ Ուղղակի ոնց որ բուն իմաստը դա չի, որ տանջում։ Սնվելը չի էլի։ Եվ մի բան էլ է շատ սիրուն, որ իրենք չեն սիրում, որ իրենց հյուրասիրես ստիպողաբար, էս էլ օգտվի կամ դնես ափսեի մեջ, դա նույնիսկ անկուլտուրական է, գուցե վիրավորվեն։ Եվ իրենք էլ այդպես չեն անում։ Որ գնում ես, դու պիտի սովորես, որ ուզում ես վերցնում ես, ոչ մեկ քեզ չի ասելու բանը դնի ափսեիդ մեջ կամ ասի սա վերցրու, նա վերցրու։ Մեր մտերիմ ընկերները եկել էին մեր տուն եւ հրավիրել էինք այդ ժամանակ Երևանից բարեկամներն էին մեր եկել եւ այդպես հրավիրել էի բոլորին, որ ծանոթացնեմ։ Եվ ամուսնուս մորաքույրը, որին շատ եմ սիրում, շատ այսպես ինքը հյուրասիրող, sense տիպիկ հայ իդեալական կնոջ կերպար, զարմացած ինձ անայում, ասում է. Արուսիկ ջան, հյուրասիրի մարդկանց։ Ես էլ ամոթից այդ լեհերին ասում եմ, հյուրասիրվեք։ Sense նայում է ինձ, մորաքույրը ասում է, չէ, բայց ջան, դիր ափսեի մեջ, այդ մարդիկ չեն օգտվի։ Հիմա ես ամաչում եմ, չգիտեմ ոնց ասեմ, որ ընդունված չէ, էլի։ Իհարկե հետո ասեցի, նույնիսկ հետո բարձրաձայն լեհեր եմ պատմեցի լեհերին, որ մեր մոտ են սովորություն է, մորաքույրը անհանգիստ է, ասում է դիր ափսեի մեջ իրենք այսպես զարմացել են, ասում է հա, իրոք ձեր մոտ այդպես է, այնպես որ կան զգալի տարբերություններ։ Այ ընդհանուր առմամբ ճիշտ է, այդտեղ կյանքը շատ լավն է, բայց ի՞նչն է, որ պակասում է Հայաստանից, կուզեիք, որ այդ մի կետը լիներ Լեհաստանում։ Մեր հարազատ հայերը, մեր մասին հայերը, մեր մաստի հայերը, որովհետև միշտ չի, որ հայերը, ես միշտ վերաբերվում եմ հենց հայ եմ տեսնում, մտածում եմ հարազատ է, բայց միշտ չի, որ այդպես է։ Չէ որ շենքում էլ որ բնակվում ենք Երևանում, այնպես չի, որ շենքի բոլոր հարևանների հետ մտերիմ ենք, չէ։ Մեզ պակասում է շատ մեր մասին մարդիկ ունենալը այստեղ առաջին հերթին ու հայկական այդ անմիջականությունը, այդ հարազատի զգացողությունը լեհերի հետ մտերմանալու համար ժամանակ է պետք։ Իրենք միանգամից չեն վստահում։ Իրենք պետք է քեզ զննեն, տնտղեն, դրա համար մեր սկիզբը շատ դժվար էր, մենք մեզ մենակ էինք զգում։ Հիմա արդեն շրջապատված ենք շատ լավ լեհերով եւ լեհերին այլ կողմից ենք բացահայտել ու հասկացել ենք, որ հա, այդպես է, հայ առանց մտածելու կգցվի օգնության, չէ՞, միանգամից այդ հոգատարությունը կա։ Եվ օրինակ բժշկության ոլորտում մեր մոտ առաջին հերթին իրենք մարդ են նոր բժիշկ։ Այստեղ բժիշկ են 3-րդ, 4-րդ, 5-րդ հերթին նոր մարդ են եւ այդ գալիս է հենց մարդկային, այսինքն մեզ պակասում է մարդկային ռեսուրսը, հայկական, հայ մեր հարազատ մարդիկ։ Հա։ Այո, բժշկություն ասեցիք շատ է տարբերվում ըստ ձեզ բժշկության բանը, մակարդակը Հայաստանի բժշկությունից։ Այո, շատ է տարբերվում հոգուտ Հայաստանի, որովհետև այստեղ էլ կան լավ մասնագետներ անպայման, բայց այդ սառնությունը ես կարծում եմ, որ բժիշկը առաջին հերթին իսկապես պիտի մարդ ու հոգեբան լինի ամեն դեպքում, թե ինչ-որ ինֆորմացիա փոխանցելու պարագայում, չէ, թե հոգատարություն ցուցաբերելու պարագայում։ Մենք աշխատում ենք հնարավորինս չօգտվել եւ օգտվել, երբ գալիս ենք Հայաստան, մեր հայ բժիշկների մոտ գնալ, բայց այնպես չի, որ չկան, իհարկե կան արտակարգ բժիշկներ։ Իսկ որակը որ գտնես։
Դե որակը անպայման բարձր մակարդակի վրա է, թե սարքավորումների առումով, եթե նկատի ունեք, թե կարծում եմ Մասնագետները։ Այո, անպայման կան լավ մասնագետներ։ Հա։ Բայց անվճար են, չէ՞, երևի բոլորը օգտվում։ Հայաստանի պես չի էլի։ Անվճարը մեր մոտ շատ ռոմանտիկացվում է այդ թեման, ճիշտն ասած։ Անվճարի պարագայում դու շատ երկար հերթեր պետք է սպասես։ Լինում է, որ օրինակ, չգիտեմ, այո, առաջին այդ կոնտակտի բժիշկը անվճար է, չգիտեմ, Հայաստանում անվճար չի, պոլիկլինիկայում օրինակ, Պոլիկլինիկան, հա։ Այո, բայց ինչ վերաբերում է այլ արդեն բարդ ինչ-որ մասնագիտական բաներին, եթե անվճար է, ուրեմն միգուցե 1 տարի սպասես։ Այնպես որ հիմնականում էլի հնարավորություն ունեցող մարդը վճարում է եւ վճարովի համակարգից է օգտվում։ Բարսա։ Կատարում եք ճամփորդություններ այլ երկրներ։ Ամեն անգամ ասում ենք, այս տարի գնալու ենք այլ երկիր, բայց միշտ գալիս ենք Հայաստան։ Հայաստանը կանչում է։ Այո, իսկապես Հայաստանը կանչում է։ Դեռ ոչ ակտիվ չենք այդ թեմայով։ Բարսա։ Շատ լավ։ Հիմա տամ իմ վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, Արիսյա ջան, իսկ դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ինչն եք սիրում։ Արևը, արևից չխոսեցինք, ինձ շատ է պակասում այստեղ արևը, քիչ են տալիս արևը այստեղ։ Հայաստանում մի տեսակ անգամ ցուրտ օրերին այդ արևը անընդհատ պարբերաբար չէ կա։ Եվ արևոտ ջերմ մարդիկ։ Գեցեք։ Մեր մոտ էլ հիմա արևը այնքան շոկ է, այնքան կիզի չէ, որ արդեն էլ չենք դիմանում։ Բայց այդտեղ այդպիսի օրեր չեն լինում, այսինքն։ Լինում են այդպիսի օրեր, բայց սակավաթիվ։ Ասեմ, որ անարդարակյանքը, որովհետև մենք ունենալով մեծ հնարավորություններ ծով, մեր քաղաքում բնական լիճ, իր շատ գեղեցիկ ծովափնյա հատվածներով, բայց միշտ չի որ կա եղանակ ու հնարավորություն օգտվելու։ Իսկ Երևանում շոկ, իմ սիրելի շոկը, ես շատ եմ սիրում շոկը, բայց չկա հնարավորություն, չէ, փաստացի չկա հնարավորություն օգտվելու, հա, էլի, այդպես լողափներից, ցավոք։ Այն որ ասում է երկու երդեք իրար հետ չի լինում, լրիվ մեր պահներ էլի։ Այո, իսկապես տենց է, եւ ամառային արձակուրդներն էլ գիտեք, Լեհաստանում 2 ամիս են տևում, իմ տղաները դեռ դպրոց են գնում, մինչեւ հունիսի 28-ը։ Եվ ամառային արձակուրդը միայն հուլիս-օգոստոս։ Բայց դուք ունենում եք գարդանային արձակուրդներ, աշնանային, են 2 շաբաթները էլի։ Աշնանային ոչ, ձմեռն ենք ունենում, ձմեռային 2 շաբաթվա արձակուրդ, բայց բացի դրանից այստեղ դե քանի որ տոները այլ կերպ են, չէ, այստեղ 24-ից է սկսվում Սուրբ Ծննդյան տոները, փաստացի 24-ից դեկտեմբերի մինչև հունվարի 3-ը ազատ են երեխաները, որից հետո հունվարի վերջին 2 շաբաթը էլի արձակուրդ է, ստացվում է, որ ձմռանը գրեթե 1 ամիս ունեն։ Եվ հա, եւ հետո զատիկի շրջանում գարնանային 1 շաբաթվա արձակուրդ։ Ինչ խորհուրդ կտաք։ Այն մարդկանց, ովքեր պատրաստվում են տեղափոխվել։ Ես խորհուրդ կտամ, որովհետև մեկը շատ կուզեի, որ մեկը ինձ խորհուրդ տված լիներ դա ժամանակին, այդ ժամանակ ես չէի կորցնի փաստացի 3 տարի տառապելու վրա եւ պլանավորելու նորից հետադարձի, հիմա արդեն 5-րդ տարին ենք, սա ոնց որ եւ կարծում եմ, որ դեռ չենք վերադառնալու Հայաստան այս պահին։ Ինչը օգնեց հարմարվել, շատ կարևոր է, որ տեղափոխվող մարդիկ հստակ որոշեն ինչ նպատակով են տեղափոխվում եւ գոտեպնդվեն եւ իրենց նպատակին նայեն ու ընթացքում չշեղվեն։ Նույնիսկ շատ պրիմիտիվ կհնչի, բայց գրեն իրենց նպատակները տեղափոխվելու ժամանակ, հա, տեղափոխվելուց առաջ գրեն եւ դա ունենան իրենց մոտ, որ հենց որ կարոտը խեղդի, հենց որ չդիմանալու դառնա, փոշմանելու պահեր կան, որտեղ գալու են այդ պահերը անպայման, ալիքի պես խփելու են։ Բացի իր նպատակը կարդա, հիշի, որ ինքը ինչ որ անելիք ունի, մինչև Հայաստան հետ գնալը, եւ իր պլանին նվիրված մնա։ Ու անպայման ամեն ինչ կդասավորվի, որտեղ համբերությունը շատ կարևոր է։ Եվ խորհուրդ կտամ չի զոլանալ ու շփվել տեղացիների հետ, որտեղ շատ բան կարող ենք եւ մենք սովորել, եւ մենք ցույց տալ ու սովորեցնել, որտեղ չէ որ մենք դրսում ապրելով ոնց որ փոքրիկ դեսպաններ լինենք, որ տարածում ենք հայկական նաեւ մշակույթը, մտածելակերպն ենք ցույց տալիս հայկական, շատ ժամանակ իրենց շատ դուր է գալիս մեր մտածելակերպը։ Հա։ Բայց հիմնականում ճանաչում են Հայաստանը, թե չէ։
Արդեն այո, երբ ես էի երեխա եւ դպրոցական էի, շատ էր լինում, որ հարցնում էին Արմենիա, բայց դա որտեղ է։ Այդ ժամանակ ես շատ էի վիրավորվում, հիշում եմ էլի երեխայի էմոցիան, չէ, որ չգիտեն դա որտեղ է, դու էլ չես կարող բացատրել։ Ահա, իսկ հիմա չէ, հիմա շատ հետաքրքիր է, որ բոլորը գիտեն եւ անպայման ինչ որ բաներ ասում են։ Օրինակ, Հայաստանը անպայման կամ ինչ որ մարդկանց անուններ են նշում հանրահայտ հայերի, կամ ինչ որ ուտեստներ, կամ պարզվում է, որ ինչ որ մեկին ճանաչում են Հայաստանից, շատ դրական, Լեհաստանում շատ դրական են վերաբերում հայերին։ Շատ լավ է։ Իսկ կարոտը, որ ասում եք, ժամանակի ընթացքում ինքը միևնույնն է, ոնց որ ենթադրում հետ է, չէ գնում։ Թե ընդհակառակ գնալով ոնց որ ինքը ավելի խորանա, ավելի մտածում ժամանակի ընթացքում մարդիկ միևնույնը հարմարվում են, չէ, այդ երկրին։ Ես կարծում եմ դա կախված է թե տվյալ մարդիկ ինչ ապրելակերպով են ապրում եւ որքան հաճախ են Հայաստան գնում։ Հայաստան գնալ գալը շատ կարեւոր է, որովհետեւ այդ երկու բանի համար է կարեւոր։ Նախ կարոտը ինչ որտեղ փարատվում է, տեսնում ես քո հարազատներին, կարոտը տառնում ես եւ մյուս կողմից հիշում ես ինչի ես տեղափոխվել։ Դա էլ է կարեւոր։ Երևի ոչ բոլոր մարդկանց մոտ, իմ դեպքում այդպես է։ Այսինքն ես լիքը բաներով ուրախանում եմ, այդ կարոտը սառնում եմ, բայց սկսում եմ մտածել, որ ես Լեհաստանում ապրելով իդեալականացնում եմ Հայաստանը, բայց հիմա հիշեցի ինչի համար եմ ես գնացել, ինչ զադանյա ունեմ այնտեղ անելու, որ նորից վերադառնամ, որտեղ ես անպայման վերադառնալու եմ։ Բայց կարոտը երևի թե բթանում է այդ զգացումը, հետո մեկու մեջ տենց գլուխ է հանում, նորից ուժեղանում է, նորից թուլանում է, ամենադժվարը հաստատ սկիզբն է։ Դա հաստատ։ Ճիշտ է։ Դե ինչ, շատ հաճելի էր, հետաքրքիր զրույց ունեցանք։ Նմանապես Շուշան ջան, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Դուք էլ վայելեք մեր Հայաստանը։ Նախանձով եմ, որ Հայաստանից եք միացել։ Մենք ձեզ լիքը արև ենք ուղարկում։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց կպահեմ հետոյի համար։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։